Անհանգիստ այս ու այն կողմ վազող մարդիկ վախեցած դպրոցահասակ երեխաներ եւ ավերված շինություններ։ Իրանական ԱԹՍ-ները չեն շրջանցել Ադրբեջանը ընկնելով Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալի վրա եւ դպրոցներից մեկի հարակից տարածքում։ ԱԹՍ-ների հարվածից անմիջապես հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, խստորեն դատապարտելով Իրանի տարածքից իրականացված ԱԹՍ-ների հարձակումները։ Ավելի ուշ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ բացատրություն ստանալու համար։ Դիվանագիտական ճակատում հայտարարություններից չքերթից անմասն չի մնացել Ադրբեջանի ՊՆ-ն, որը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, խստորեն դատապարտելով Իրանի զինված ուժերի կողմից հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Անօդաչու թռչող սարքերի տեխնիկական պարամետրերը եւ այդ հարձակումների մանրամասները ուսումնասիրվում են։ Դատապարտում ենք Իրանի զինված ուժերի կողմից երկրի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումները, որոնք հիմնված չեն եղել որևէ ռազմական անհրաժեշտության վրա։ Այս միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում է Իրանը։ Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը իր հայտարարությունում նաև նշել է, որ պատրաստում է պատասխան միջոցառումներ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար, ընդգծելով, որ այդ հարձակումները անպատասխան չեն մնա։ Մինչև Ադրբեջանը հայտարարություններ էր անում եւ պատրաստվում պատասխան գործողությունների, իրանական կողմը շտապել է հերքել իր առնչությունը կատարվածին։ Մասնարարպես Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին է ասել. Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունն է հարվածել միայն հակառակորդներին, այդ թվում Միացյալ Նահանգների եւ սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում եւ օգտագործվում են իրանցի խաղաղ բնակիչների վրա հարձակվելու համար։ Մենք ի սկզբանե հայտարարել ենք, եթե տարածաշրջանում լինեն որևէ ռազմաբազաներ, որոնք օգտագործվում են Իրանի վրա հարձակվելու համար, մենք կհարվածենք դրանց։ Սա է մեր քաղաքականությունը։ Նախիջևանի ուղղությամբ առավոտյան հարձակումների մասին հայտարարությամբ է հանդես եկել նաև Իսրայելը։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շարեն Հասկելը հայտարարել է, որ Ադրբեջանում տեղի ունեցած հարձակումը հերթական ապացույցն է, որ Իրանը կորցրել է ինքնատիրապետումը։ Այսօր առավոտյան Ադրբեջանում մենք ստացանք եւս մեկ ապացույց, որ Իրանը կորցրել է իր սանձերը, երբ այաթոլլաների ռեժիմը հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է արձակում եւս մեկ հարևան երկրի քաղաքացիական օդանավականի ուղղությամբ, ձևականությունը ավարտվում է եւ նրանց դեմքը բացահայտվում։ Իրանի գլխավոր շտաբի արձագանքը եւս չի ուշացել։ Իսրայելն է պատասխանատու Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի միջադեպի համար եւ այն իրականացրել է Իրանին մեղադրելու համար։ Նշվել է ռազմական գերատեսչության տարածած հայտարարությունում։ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վիրավորումներ են ստացել երկու քաղաքացիական անձինք։ Ըստ որոշ տեղեկությունների, սակայն կա մեկ զոհ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ արդեն անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Իրանը ահաբեկչական ակտ է իրականացրել, հարվածելով Նախիջևանի օդանավակայանին ու պետք է ներողություն խնդրի։ Ադրբեջանի դեմ հարձակվող ցանկացած թշնամական ուժ կբախվի երկաթե բռունցքին։ Մեր զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության եւ պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու, նշել է Ալիևը։ Տեղի ունեցած այս վերջին իրադարձությունները առավել հետաքրքիր են դառնում ավելի վաղ տարածված այն տեղեկության համատեքստում, ըստ որի ադրբեջանական զորքերը մարտական պատրաստության էին բերվել եւ տեղակայվել Իրանի հետ սահմանին։ Այս մասին տեղեկացրել էր Քազեթչի լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, ըստ որոնց պաշտպանության նախարարությունը, պետական սահմանային ծառայությունն ու ներքին գործերի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունն անցել են բարձր պատրաստության ռեժիմի։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ հաստատել էր, ոչ էլ հերքել այս տեղեկատվությունը։